Բարևներ ձեզ, հետաքրքիր մի հոդված կարդացի մեր շատ սիրելի լրագրողուհի Անի Գևորգյանի կողմից գրված, որոնք ամբողջովին ապացուցում են մեր վերջին օրերի բոլոր կասկածները եւ իմ հատուկ կոչը պարոն Սամվել Կարապետյանին առ այն, որ իրեն ձայն տվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ Նիկոլը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլի գործընկեր, ոչ Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ կոնկրետ աշտարակների հովանավորության տակ գործում են այս երկուսը, այդ թվում նաև ընդդեմ Ռուսաստանի Դաշնության շահերի, առավել ևս Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն փոխհարաբերությունների։ Ուրեմն կարդամ ես այս տեքստը, հոդվածը հղմամբ կտեղադրեմ առաջին մեկնաբանության մեջ, այս նյութի տակ, եւ շատ եմ խնդրում, որպեսզի Անի Գևորգյանի գրառումը տարածվի մաքսիմալ, շատ կարևոր նյութ է։ Եվ շատ շնորհակալ լինենք նրան այս հրաշալի աշխատանքի համար։ Լրագրող Անի Գևորգյանի էջից ընդդիմադիրները պատրաստվում են վերցնել մանդատները, հրաժարվել աշխատավարձից, ձևավորվում է խմբիշխանություն, հայտնի է ինչ են հայտարարելու։ Ընդդիմադիրներն արդեն մանդատները վերցնելու որոշում ունեն։ Ժողովուրդն իր գործն արել է, այլևս հաշվետու չեն, կարող են ադրբեջանացումը մերժող ժողովրդի հաղթանակը կապիտուլյացիա դարձնել։ New Day AM-ի աղբյուրները հայտնում են, ուժեղ Հայաստան դաշինքները քննարկումների ժամանակ որոշել են վերցնելու են մանդատները։ Սամվել Կարապետյանը սկզբում կտրուկ դեմ է եղել, բայց Ռուսաստանի Դաշնությունից ճնշումներ կան, որ վերցնեն։ Ավելին, իր ցուցակի որոշ անդամներ եւս ակտիվորեն այդ տարբերակն են առաջ տարել։ Այստեղ ականջի Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամների բարեկամական հարաբերությունների քոչարյանականների հետ, Խաղաղորի հետ Աղվան Վարդանյան։ Արցախը հանձնվում ու Հայաստանն է հիմա հանձնվելու, որովհետև ԽԾԲ վիճակից Երևանյան էլիտան, ինքն իրան հայկական էլիտա անվանող այս կուտոկը, չի կարողանում դուրս գալ ու չի հասկանում, եթե դու ԽԾԲ վիճակից հանուն ավելի վերնպատակի չես կարող դուրս գալ, դու ոչ թե էլիտա ես, այլ դու գեղցի ես։ Հիմա շարունակեմ։ Հայաստան դաշինքում էլ կողմ են մանդատները վերցնելուն։ Ոչ միայն կողմ, էսա իրանց ուզածը եղել, էսա controlled opposition, գրպանային ընդդիմություն։ 2018 թվականից են սենց աշխատում սրանք։ Միասին քննարկել են ու եկել եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանի թերքամետ քաղաքականություն մերժող եւ իրենց ձայն տվող ընտրողների զայրույթը զսպելու համար, ասաց Էդգար Ղազարյանի էմոցիաները, էմոցիասա զսպելու ուժեղ Հայաստանի պուպսիկների հավաքածում, մանդատները վերցնելիս պետք է մի քանի պարզունակ ընտրողների վիրավորող, սոցիալապես շահագրգռող հայտարարություններ անեն։ Էդում եք սոցիալապես շահագրգռելու այ անասուններ։ Գրգռեմ ձեզ սոցիալապես, որ ասում եմ էլիտան ժեխա, գիտակից քաղաքացիներ եք շահագրգռելու, աշխատավարձ չվերցնելով, ձեզ ձայն տված քաղաքացին թքած ունի քո աշխատավարձի վրա, բալիկ ջան, շարունակում ենք, ներկայացնենք հայտարարությունները, որ անելու են։ Մենք հրաժարվում ենք աշխատավարձերից, բարեգործություն ենք անելու, պետության հաշվին ԿՊ-ի հետ գործողումների չեն գնալու, բայց ձեր հաշվին եք գնալու, какая радость, ինչ կայֆ է, դուք գնալու եք թուրքերը ու Եվրոպայից չինտեգրված այլազգ եւ մեղմ ասած ոչ բարեկիրթ իմիգրանտները տեղափոխվելու են Հայաստան, ավելի կազմակերպված, քան դուք եք, բնականաբար ավելի արդյունավետ, քան դուք եք, այսինքն դուք խթանելու եք Հայաստանի ադրբեջանականացումը եւ թուրքականացումը։ Մեծամասնություն չեն վերահսկելու, ինչը մեծամասնություն չեն վերահսկելու ենք, պետք եղավ փողոցում էլ ԿՊ-ի քարել, օքեյ, ԿՊ-ի մեծամասնություն չեն լինելու, մենք իրանց վերահսկելու ենք, պետք եղավ փողոցում է ԿՊ, դե դու շտո, ադալժենիկ անելու, կյանք, արայսիշ կայֆի կտարեք դուք, մեր աղբյուրին հարցրինք Հայաստան դաշինքում էլ է պատրաստում նման հայտարարությամբ լղոսել իրենց հերթական անգամ հայրենիքը փրկելու նպատակով խորհրդարան մտնելը,
Ինչին դրական պատասխան ստացանք, առավել եւս սա եղել է հենց Հայաստան դաշինքի մտադրությունը, դրա համար ոչ impeachment են արել, դրա համար ոչ Արցախի հանձնումն են կանխել, դրա համար ոչ 2022-ի մայիսի 4-ին այդ անասունին ստիպել են որ հրաժարական տալ, չնայած դա իրենց պարտականությունն էր, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ալամ աշխարհի ամենագեղեցիկ գրպանային օպոզիցիան է, ու ձայները կեղծելով ինքն իրան շանսում այն շեմը հաղթահարած արձանագրածն է, կենտրոնական ընտրական հանձնաժողով Կոկոլի և Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործմամբ որոշակի մոսկովյան և արևմտյան բաշնյաների հովանու ներքո, ու սա ազգով վարի են գնում, որովհետև մարդ կա ուղեղը չի կարում ձգի այս բանաձևը Հայաստանի մաման լացացնելու, հասկանա ընկալի և ըստ այդմ քայլերի դիմի։ Ես եմ բոլոր քաղաքացիներին հաղվում, որ կուլ եք տվել այս ամեն ինչը, չասեմ 2018-ից, բայց ասեմ 2020-ի նոյեմբերի 9-ից ու 2021-ի ընտրություն կոչվածից, ու հիմա այս պահին, որ փաստացի ժողովուրդը հաղթել է, այս երկու դալբայովները հիմի մեր հաղթանակը տարել են ու թարգմանում են ու սարքում են պարտություն։ Ու այսքանի օրերին ձեզ էլ փողոց չեն անել, որ չխանգարեք, որտեղ Ռոբերտ Քոչյանը սիրում է փակ դռների հետևում տանի այս ինտրիգային բանակցությունները։ Ինքը բաց դռների առաջ հելում անասուն տուրնիկի վրա ֆռում է։ Կոկոլ հանելու փոխարեն, այդ տուրնիկը քցիենյան կոկոլին հանի։ Այդ տուրնիկը մեզ հետաքրքիր չի, ոչ էլ տղուտ բլակները։ В общем, այդ բլակ տուրնիկացավով տառապողներից հայրենիքը բարի է գնում, որովհետև դուք դեբիլ եք, դուք զոմբի եք, հասկանում եք։ Ձեզ ժեխացրել է, ինքը չի հաղթահարել ոչ մի շեմ, ոչ էլ կոկոլն է, ես իմ ինչքան ձեն հավաքել։ Մենք փաստացի ալամ ազգով դուրս ենք եկել, գնացել ենք, ձայներս տվել ենք Սամվել Կարապետյանին Բարգավաճին, Սամվել Կարապետյանը հաղթել է։ Հիմա այս երկու լուզերները եկել են, քանի որ խնամի ծանոթ բարեկամ Սամվել Կարապետյանի վրա ինչ որ պրեսինգ են անում, յանի Ռուսաստանից է ճնշում կա։ Այդ ճնշումները հավաքեք, հետ գնացեք Ռուսաստան, հետո ճնշող է։ Ես կարծում եմ, որ դա սարկած պատմություն է, ոչ մեկը չի ճնշում։ Պրոստը Սամվել Կարապետյանը չի կարողանում տիրապետել պասլատանել որոշ ազգականների և ձեր ընտանիքի հետույքում հավայի մտած ինչ-որ անհատների, ինչա թե պետությունը փրկեք, իսկ դուք հայտ եք ներկայացրել պետություն փրկելու, ոչ թե որ ձեր ազգուտակին ու ես իմ ինչին ինչ լավություն եք անելու։ Ու եթե այս ագնեսիզացիան տեղի ունեցավ ձեր ընտանիքի հետ կամ ձեր հետ, դուք մեր ձեռից չեք պրծնելու։ Քանի որ ես ոչ մի ձև չեմ խաթարել ձեր գործընթացը, ամեն ձև սատարել եմ և ինքս իմ չափով կարողացել եմ այնպես անել, որ մարդիկ գան ընտրություններ։ Ուրեմն իմացեք, պարոն Կարապետյան, մենք մեր ձայնին տեր ենք կանգնելու, մեր ձայնը ոչ ձեր համար է, ոչ ձեր հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ կարգավորելու համար է, ոչ ձեր ինչ-որ տենց ցուցակի մեջի ժողովրդի մանդատների համար է, ինչի մասին ես հստակ խոսում եմ, որ ձեր ցուցակներում մարդիկ են, որ տենում եք տրիգերից են կլնում, որովհետև անասունի վաստակ են։ Դուք էլ ասում եք, չէ, աման չէ, այդքան է, չէ, իմ բանի տակ են իրանք, ես եմ շեֆը, իրանք այս շեֆին են լսում, դա թե շտո, օքեյ, հելը կտենանք ում են լսում։ Մեր աղբյուրին հարցրինք, Հայաստան դաշինքում եմ պատրաստում հետը անգամ հայրենիքը փրկելու նպատակով խորհրդարան, ինչին բերական պատասխան ստացանք, հիմի ցիտում ենք այս աղբյուրին։ Ասենք ինչով են տարբերվում ԿՊ-ից, որ ընտրություններից 5 պակաս թոշակի չափ էր ավելացնում, առողջապահական ապահովագրություն բերում, պարգևավճար բաժանում։ Հիմա այդ փաստորեն ընդդիմությունը մտածում է, որ Նիկոլ Փաշինյանին որպես հայրենիքի դավաճան պատժել ցանկացող 300,000 ադրբեջանցիների մուտքը դեպի ՀՀ կանգնեցնելու համար իրենց ձայն տված 540,000-ից ավել ընտրողին կարող է ասել աշխատավարձս քեզ կտամ, լավություն կանեմ, ԿՊ-ի հետ ոյաժներ չեմ գնա։ Խելքի աշեցեք, նշեց մեր աղբյուրը, հալել այս աղբյուրին, մալադյեց, ուրեմն շարունակեմ, ավելին, վիճակն այնքան տխուր է, որ որևէ առաջնորդ չի կարողանում երաշխավորել, որ իրենց ցուցակի առաջին տասնյակում անգամ Գեգամ Նազարյաններ ու Իշխան Զաքարյաններ չկան, ովքեր չեն ապահովի քվեարկություն ԿՊ-ի համար, բա Ես հասկանում եմ, որ տենց լիքը հնարավորություն և ռեսուրս ունեք, պարոն Կարապետյան, բայց ունեք այդպիսի ռեսուրս անել այնպես, որ ձեր շարքերում Գեգամ Նազարյան, Իշխան Զաքարյաններ չլինեն, եթե դուք դեռ կապում եք, դեռ բանակցային գործընթաց եք պահում, մեզ այսքան տարի տերորի մեջ պահած Կոկոլիկի և իր սատելիտ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դուք չպետք է փակ դռների հետևում, մեր մեջքի հետևում ինչ-որ բանակցություններ վարեք, դրա համար էլ ձեր շտաբը ժողովրդին չի մոբիլիզացրել, որովհետև ձեր շտաբի ժողովուրդը նույն Քոչարյանի տակ պարկած փողասեր, առաջ Քոչին էին կթում, չէր կարողանում, քիչ էր տալիս, հիմի ձեզ են կթում, դուք ավելի շռայլ եք ու ինչ-որ տենց վստահում եք իրանց, իսկ իրանց պետք է պասլատ անել, իրանց պետք է
խոսքի տենց դաժան դաստիարակչական մեթոդաբանությամբ հասկացնել ով է իրանց շեֆը, ինչով իրանք պետքա զբաղվեն։ Ես դեռ հույս ունեմ, որ դուք այդ ձեր խոստացած ձևի շեֆությունը կանեք, այսինքն բան, որը դուք երբեք ձեր բիզնեսում թույլ չեք տա, որ սենց հելնեն ձեր գլխին նստեն։ Ես ակնկալում եմ, որ դուք այս process-ում թույլ չեք տա, որ սրանք հելնեն ձեր գլխին նստեն, որտեղ որ հելան նստեցին, արդեն դա ձեր գլուխը չէ, դա արդեն մեր ձայներով, մեր կողմից ընտրված առաջնորդի գլուխն է, եթե առաջնորդը կքեց դրանց առջև, փոխարենը մեզ կոչ անելու, որ մենք իր հետ կանգնած միասին այդ անասունների կուտոկին այն բանից անենք, ուրեմն դուք եք այդ լացիրակների կուտոկն եք, այսինքն վարար գետի պես ժողովուրդը ձեզ այսպես ցփնելու է այնյան, եթե այդ անասունին հանի, հերիքա մեզ խայտարակ անեք։ Ու ձեզ ասեմ 2021-ն էլ 2021-ն էլ նշի որ ժողովուրդը չէր հաղթել։ Հասկացաք, իմի շարունակում եմ։ Սամվել Կարապետյանը զարմացած է իր թիմակիցների վրա, նրանք ովքեր նախկինում հայրենիքի փրկության, Փաշինյանի հանցագործությունների մասին են խոսում, այսօր արդեն իրեն են համոզում, որ ՌԴ-ն ճիշտ է, պետք է մանդատները վերցնել։ ՌԴ-ն ով է ՌԴ-ին ասե, որ տենց բան ասի Սամվել Կարապետյանին։ Քոչարյանի անձնական Քոչարյանի բորդելի պատասխանատու մամա Ռոզա Վիկա Սողոմոնյանը, որը վերաընկած Մոսկվայում լոբինգ է արել։ Այսինքն մեր ժողովրդի ձեզ տված ձայնը, պարոն Սամվել Կարապետյան, այդքան չկա, որ պասլատանեք, ինչով Վիկա, ինչով մամա Ռոզա Մոսկվայում, դուք պասլատանեք չգիտեք, ու սաղով իրար հետ շարը գցում եք ՌԴ-ի վրա, ես 100% գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը, եթե հայ ժողովուրդը ոտքի կանգնի, ձեր հետ միասին էս ինչ անի, այն ինչ անի, ձեզ ոչ մի չի անելու, ողջունելու է, խեք է ստերը տարածում։ Թե ինքն իրեն Պուտինի միակ ընկեր հռչակած հայվանն է այս ամեն ինչը տարածում, ու ձեզ թվում է մենք այդ կտերը ուտելու ենք, կամ թողել ենք, որ դուք այդ կտերը ուտեք, դիցուք դուք չգիտեք, որ կան այդպիսի կտեր, ասենք թե համապատասխան, էլի, որ կասկածում եմ։ This is very very funny։ Ուրեմն իսկ Ռոբերտ Քոչարյանից թիմին էլ ընտրողի քվեները ոչ նպատակային օգտագործելու մսխելու փորձ ունի, ճիշտ դա պայքարող ժողովրդի փողոցային պոտենցիալը մսխելու եւս։ Նշենք նաեւ, որ թե ԲՀԿ-ի ձայները վերականգնվել են, Փաշինյանը դեռ հստակ չի որոշել կմտնեն խորհրդարան թե ոչ, բայց դա էական նշանակություն չի ունենալու։ Բոլոր ընդդիմադիրներն լավ գիտեն, ստացվում է ձևավորվում է խմբ իշխանություն։ Իշխանությունը արևմուտքից, ընդդիմությունը ՌԴ-ից։ Փաշինյանի հետ լուծել են իրենց հասանելիքի հետ կապված հարցերը։ Ես չեմ կարծում կրկնում, որ Ռուսաստանի Դաշնությունը մտել է այս դավադիր բանի մեջ։ Այնտեղ կոնկրետ բաշնի աշխատում է Հայաստանի դեմ պրոարևմտյան բաշնի է, այսի Ռուսաստանը չի։ Ուրախ են ու հաղթանակած բոլորը, այդ թվում թուրքերն ու ադրբեջանցիները, իսկ ընտրություններում իրական հաղթանակ տարած հայ ժողովուրդը, ով չի լեգիտիմացրել Փաշինյանի հակահայկական գործողությունները, դեր է ուզում կանգնել իր հայրենիքին, հայ եկեղեցուն, եւ ուզում է Արցախի էջը չփակել, բարդված է։ Իրականում սա դավադրություն է ժողովրդի դեմ։ Փաշինյանն այլևս չէր կարող ասել ժողովուրդն ինձ ՀՀ տարածքները հանձնելու, Արցախի էջը փակելու, մայրաթոռը գրոհելու քվե է տվել։ Դե հիմա ծափ տվեք, ընդդիմություն, իշխանություն, բայց հիշեք, մի օր ժողովրդի ցասումը բոլորիդ է հասնելու, մանևրելով ու ժամանակ ձգելով չէ։ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան։ Իսկ նրանց լեգիտիմացնողները, եթե ուշքի չգան, ապա առաջին իրենց դեմ պետք է պայքարել, եթե ժողովուրդը դեռ ուժ ունի, հույների ասած պարա ունի, դեռ մի բան էլ ավել։ Ասում են Սամվել Կարապետյանը դեռ փորձում է դիմադրել, ում ՌԴ-ն փաստի առաջ է կանգնեցրել։ Եկեք մենք ՌԴ-ին փաստի առաջ կանգնեցնենք, պարոն Կարապետյան, եթե ՌԴ-ն իսկապես ձեզ փաստի առաջ է կանգնեցել, ՌԴ-ն շատ լայն հասկացություն է։ Քոչենց կուտոկը մոսկովյան պրոթուրքական, պրոիզրայելյան, պրոբրիտանական հովանու ներքո գտնվող, դա ՌԴ-ն չի։ Գուցե Սամվել Կարապետյանը ժողովրդի հետ անկեղծ խոսի, բացի բոլոր փակագծերը ստանա մեծ աջակցություն։ Ես կուզենայի, որ այստեղ գուցե չլիներ այս նախադասության մեջ հարցական նշաններ չլինեին։ Պարոն Կարապետյան ջան, ձեր ձայնը տվել ենք մենք, հայ ժողովուրդը։ Ու հայ ժողովուրդը իր ձայնին տերը լինելու, անկախ նրանից ով ձեզ ճնշեց, չճնշեց, ինչ ասեց, իսկ եթե դուք ճնշվեք, այդ ձեզ ճնշողին էլ դուք էլ որպես ճնշվող սրբելու է տանի։ Մի հատ այս սրանցն է, ու առավոտից էլ ինչ-որ տած Մարուքյանը, Ադրբեջանի քամագը մտած, կոկոլի քամագը մտած Մարուքյանը, ինչ-որ քոչի անունից համարձակվում է Սերժ Սարգսյանի հասցին բան հաճը։ Դու 2018-ի բարխտնի մի շոչ եք։ Այն բանից մեջ եք մի շոկի ռուսերենով։ Դու ով ես այդ տավարիցավ։
Այսինքն այս ընտրություններ, քարոզ արշավ էս ամեն ինչը, որ ժողովուրդը հյուծվի, մենք ուժ չունենանք, սաղը հանգստանանք, ամսի 7-ի գիշերը, սարքե նոյեմբերի 9-ի գիշեր, ժողովուրդը պատրաստ է դուրս գա բունտ անի, ցույց անի, էս անի, էն անի, ոչ մեկը կոչ չի անում ժողովուրդը ելնի, հիմա էլ ձեր աննասուն սատելիտները գնում են հարցազրույցներ են տալի, անում հիմա եթե փողոց անենք, ժողովուրդը փողոց դուրս չի գա, իհա, այդ հունիսի 3-ին կարում է ժողովուրդը փողոց դուրս գա, հունիսի 13-ին չի կարում, այդ ի՞նչ անում 10 օրվա մեջ կոմայի մեջ ան գնում ժողովուրդը։ Էս что за ֆինտոֆլյուշկայա։ Չկան հասկացա, ասացի Սուրենյանցն է տես բան խոսացը։ Դուք իտակ вообще, դուք պարոն Սուրենյանց, դուք չեք կարա ժողովրդին փողոց անել, որտեվ դուք չեք կարա փողոց անել ժողովուրդ, ձեր կոչը ոչ մի դուրս չի գա։ Այսքան հոգի դուրս կգա։ Դուք ու ձեր կողքի քուչեն, ում ինեղած եք։ Այդ մարդ կուսակցություններով, այդ որ տենց հերում ստենդը խոսում եք, որտեվ դուք էլ ձեր փայ բազարի բանն եք էլի, դուք էլ ձեր փայ բազարն եք, ձեր բազարն էլ տենց պետք է կարգավորեք։ Երկուսուկես ձեն հավաքած մարդիկ էլ ասում են ժողովուրդ չեմ կարա փողոց անել, այ չես կարա երկուսուկես հոգի կարա, այդքան ես ձեն հավաքել։ Դուք տենում եք նարատիվը ոնց են կառավարում։ Կոկոլ Քոչարյան, Սավել Կարապետյանը ես ճնշումների տակ եմ, ես ճնշում, վիցինի օր անգա ախպեր ջան, մեր ձենը ճնշումների տակ չի, մեն 540,000 ձեն է։ Սաղ հատիկ պետք է հաշվի, սաղ պետք է հաշվի, Ռուսաստան, չՌուսաստան, եսի ինչ, ես կտեն ես հանում կցում եք մեյդան, որ ինչ հանում, օ, Ռուսաստանն է ճնշում, նստելու եք, նո, նախոյ, օй, վատ բար ասեց Աննա ռուսերեն, նիլզյա մատում ռուգացա երեխեք, բայց զյա թուրքերն ադրբեջանցիները գան, զյա իմպիչմենտ չանեք, զյա ձեզ հավի պես տանեն ընտրությունների, զյա ընտրություններից հետո դու հաղթածելնես ձենդ սարքեն պարտություն։ Ինչ Նիկոլից ինչով եք տարբերվում։ Որ ասում կռիվ չի կռիվա գալիս, հող չի ազնվի, հող ազնվում, բանակը չեմ քանդի, բանակն է քանդում, հեսա սեպտեմբերին ասո պատերազմը չի լինելու, значит տնելու է։ Ինչով եք դուք տարբերվում։ Ինչ է նշանակում ուժ չունի ժողովուրդը, ես полностью ուժ ունեմ, ես նախ դուժում եմ։ Ու ամեն օր խոսալու եմ, ինչքան որ դուք այս ապուշությունները բերեք լցեք ժողովրդի գլխին ու սպասում են ժողովուրդ ջան, դուք ելնեք գնաք vacation էսյանայան, իրանք իրանց առևտրով զբաղվեն, Քոչարյանի սիրած զբաղմունքը։ Ու ինչքան բարդելնոց ունի, Երևան ու բան, այդ կակատը, մեկը Մոսկվա, մեկը չգիտեմ ուր, մեկն է Երևան, այդ սաղ այդ պրոշ, մրոշ, դոշ, բան, այդ սաղ ագնես վիճակները։ Հանի քցիր ան նարատիվ ենք, մենք ստեղծում, ժողովուրդը ուժ չունի փողոց դուրս գալու, մենք վերցնենք այդ մանդատը կնստենք ազգային ժողովում եւ կբարթացնենք Նիկոլ Փաշինյանի կյանքը, բայց չեք կարող, որտեղ ձեր կյանքն է, ոնց ձեր կյանքի կյանքը են բանից անելու։ Պարոն Կարապետյան, ուրեմն մենք Ինչպես տեսնում եք, 4 աչքով հետևում ենք այս պրոցեսին, ամբողջ ազգը ոչ թե մի օր պետք է վեր կենա ու եսի, մի օր չէ, աբստրակտ օր չէ, ամեն օր, այնքան պետք է թքեք երեսներին, որտեղ եք պետք է թքեք երեսներին, դուք փորձվել եք այդ մանդատը վերցնեք կամ մանդատ վերցնելու թեման, սարքեք յանում էսի Ռուսաստանի ճնշումներ, սուտ են խոսում, բոլորը սուտ են խոսում, Ձեր շտաբի պետը չէր, Դավիթ Ղազինյանը չէր, ասեց ամեն միքվե ատամներով եք պահելու, թե ատամ չունեք, նա ստուգեք սկզբում ատամները թափել է այս 10 օրվա մեջ։ Ամեն սցենարի պատրաստ եք, ամեն սցենար ասելով առևտրի սցենարներ նկատի ունեք, այս լոյերախառը, որ հանեք ցելեք դեմներս, լոյերները հաշվում են ձեր ձայները, պետք չկյանք, ես արդեն գիտեմ ինչքան ձենա գնացել, ով ինչ առևտրի մեջ է։ Քո գործը էտնու ժողովրդից ում խնդրում էր, որ այն որ ասում էր Էդգարը սիրելի քաղաքացի 2 օր առաջ էլ դարձանք ինչ-որ մեկ է, ձեր տիրուն նան է, այդ ինչ-որ մեկերը ձեր մաման են լացացնելու, եթե դուք ժողովրդին հենց հիմա փողոց չհանեք, ու ձեր հաջորդ վարչապետ, Հայաստանի Հանրապետության հունիսի 8-ի դրությամբ հաջորդ վարչապետ, ոչ թե 2028-ի հունիսի 8-ի կամ ասենք 31 թվի, ես չեմ կարծում 28-ից այնյակ կձգենք Կոկոլով Հայաստանում, մնացած ժամանակ Կոկոլով Հայաստանը դառնալու է Թուրքիա Առանց կոկոլը դառնալու, բայց Թուրքիա է ալնելու արդեն, որտեղ կոկոլի կարիք էլ չի լինի, որ Թուրքիա է դառնում։ Հիմա էլ ակազվեցը ժողովուրդ չեք կարում, փորձել եք ժողովրդին հանել, որ չի հելել։ Ամսի 3-ին էդի մի հատ ուրիշ ժողովուրդ էր, հիմա ուրիշ ժողովուրդ է, թե խանգարում է մանդատ վերցնելու, խանգարում ենք, որ հաղթել ենք։ Ժողովուրդ ջան, մենք հաղթել ենք, Սրանք սրիկաներ են, ով որ մանդատ վերցրեց,
ով որ terroristների հետ գնաց բանակցությունների, պարոն Կարապետյան, դուք խոսում եք ինչքան եք հայրենիքը սիրում, Հայաստանը, եկեղեցին, շատ մեծ հայի խոսք եմ ես ձեզ ասելու, որը փրկել է Ռուսաստանի կայսրություն, առհասարակ այն դարձրել է կայսրություն։ Սուվորովը ասում էր «Стурками не ведут переговоров», с террористами не ведут переговоров, դարձել այդ արտահայտությունը այս դարաշրջանում Ռուսաստանը հաղթանակ է արձանագրում։ Ուզում հասկանամ, դուք Սուվորովից եք բարձր, դուք ինչ բան գիտեք, որ Սուվորովը չգիտեր կամ մենք չգիտենք, թե Սուվորովի վրա ճնշում չկար։ Կամ եթե ձեր վրա ճնշում է, ու դուք արդեն այս ոչ մելքի բազարի մոմենտով դուք արդեն այս ճնշման տակ եք գնում։ Ասեք մենք ինչ վիվդ անենք, վաղն խոսքի թուրքը ճնշի, չգիտեմ ինչ ալու ճնշում է բարձրանալու, ճնշում չափող գործիքով եք ման գալու։ Нам такой վարչապետ не нужен։ Нам нужен վարչապետ, ոչ թե որ Իրան են ճնշում, ցավը տանեմ, դու ես ճնշում։ Դուք չեք ասում, թույլ մարդուն են մենակ ասում ես արա այն արա։ Էնի թույլ է կոկոլին, ասում են հիմի դուք թույլ եք, որ ձեզ ասում են ինչ անեք։ Այս ինչ վիճակ է։ Ես ուզում եմ կարդամ նարատիվ, Քոչարյանը, Կոկոլը բանագնաց էին ուղարկել ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստանը ասաց իդիցը նախոյ։ Ուժեղ Հայաստանի թիմի մեջ Քոչի ուղարկած սատելիտները, որ յանը ուժեղ Հայաստանի գյադեկ եւ գյադուհիներ են, համոզում են, որպեսի Սամվել Կարապետյանը վերցնի մանդատ, Սամվել Կարապետյանը ասաց պաշալ նախոյ։ Ատենց եք դուք առանց այդ բառերը ասելու եք միլիարդեր դարձել։ Really? Հավատա։ Ну тут без мата невозможно։ Անցել է այսքան օր, այդ անասունները հələ հաշվում են, ամսի 14-ը բան պետք է հայտարարվի, արդեն ծեծում են ինտրիգները, արդեն ժողովուրդը էլ հաշիվ չի, էլ պետք չի տորնիկի վրա ֆռալ։ Էլ պետք չի ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, չէ, դի դարավ ժողովուրդ ջան, Արամ Վարդևանյանի, չէ, ձեր ձայնը տանեմ։ Տանեմ ինձ մանդատ սարքեմ, սարկած մանդատից փող աշխատեմ, թազը ավտո, թազը տուն առնեմ, կնգաս համար թազը քրչուփալաս առնեմ, էդ եք դառը։ Ագնես եք սաղը դառը, դր Ագնեսներից իրում մաման են բանից ենք անելու։ Ամեն ժողովուրդ, ամեն մեկը որ ձայն տվել է, ում որ տվել է, հետևներից ամեն տեղ պետք է բռնցնեք կամերաներով, նկարեք, հարցերը տակ, անկյուն կողեք։ Լսել եք, որ Նարեկ Կարապետյանն ու ձեր թիմակիցներ մեր քաղաքացուհիներ, որ ձեզ հայրենակցուհիներ մոտենում հարցեր են տալի, ինչ-որ շշկրված սենց նայում եք, ուզում եք իրանց ինչ-որ հանդարտացնեք, երևի էմոցիաները, նո կյանք, իրա ձենն է քեզ տվել է, բաբշե քո հետ խոսում եմ, որտեվ իրա ձենը ինքը փորձել է փոխանցի քեզ։ Ուրեմն բարի եղիր իրա ձենը, ոչ մեկի ճնշումի տակ, պարտություն մի թարգմանի։ Դու ես չի ասի 300,000 ադրբեջանցուց պետք է ազատես եւ այլն։ Ինքը դրա համար է եկի քեզ ինձ աչոտ ուզում, պետք է կամերայի առաջ կանգնես, իրանը պետք է ասես կամերան դիր դեմքից, ես քեզ ազնվորեն ասում եմ, ինչ խոստացել եմ ընտրություններից առաջ, նույն ձևով ես շարունակելու եմ կատարել, ոչ թե որ մանդատը կվերցնեմ, կգնամ կնստեմ, այսպես կխոսեմ, այսպիսի հարց կտամ, մենք այդ սաղ տեսել ենք։ Դու կարող ես շատ ազնիվ մղումներ ունեք ու դուք մտածում եք, որ դուք այնց եք ասելու, որ Նիկոլը մեծամասնություն չի, ոչ մի բան չի լինելու։ Տեսնում եք զինադադարը կնքված ԱՄՆ եւ Իրանի միջև ինչա տեղի ունենում ամեն գիշեր, զբաղված է ժամանակ չունես հասկանաս Իրանում ինչա կատարվում։ Թե իսրայելցի գեներալի հետ հանդիպմանը կարող է ուշանա սենց բաներ կարդալուց։ Ուզում եմ ասեմ, ոչ մեկ ոչ միտեղ ոչ մի բան չի արվում այսօրվա աշխարհում։ Մենակ միակ պուպսիկները դուք եք ու ձեր հարգելը բռնում է, եւ որ ժողովրդի ձայնը պետք է ինչ-որ գործողության վերածի ու այդ ժամանակ դուք սկսում եք ժողովրդի ձայնը հարգելու փոխարեն հարգել ձեր թշնամուն ախպերը, զինա, կորուստ ձեր հեջուկս ձեր ժողովրդի։ Ասեմ մի հեջուկս վատանակ, էդ ձեզ Տրիգիրիցյանի, սաղը շուխուր կցեք, ով քաղաքում տեսնի, բոլոր տղաներ ու աղջիկներին, այս ինտրիգան անասուններ, այս կոկոլը ռոբական այս անասունության մասին, ստատուսները գրեք, որտեղ դրանց տենակ, այդ քիսո, միսո, Գրիգորյան Աննան հարցազրույցներ վերցնելու համար չի, այլ ճակատին ճպսնելու համար է այն Արցախի հանձնումը, հասկացաք, որտեղ ինքը այս նույն ձև հիմա Հայաստանն է հանձնելու, ու դուք եք մեղավորնելու, որ դուք ձեր ձայնին տեր չեղաք։ Ձայնը նրա համար է, որ դու գնաս պոլնստյու տեր կանգնես, իմенно այն կոնտուրայով, որով քո հետ խոսացել եմ, որ դու այդ ձայնը տասետի քոնն է, էդի քո չիրատնից չի բերե, իր հարսը չի երկե դրա մասին, չի ստեղծագործե իր քյալից էլի։ Ոչ է Սամվել Կարապետյանն Ռուսաստանից բերել, ոչ է Ռարիզես Կոկոլը Էրդողանի տուալետից։ Հասկացաք, դա մեր ձայնն է։ Դրանից ավելի ուժեղ բան աշխարհում չկա, ու բոլորը դա կճանաչեն։ Հենց ելենք փողոց շուխուրը գցենք, всё բրծնում է սրանց։ Սամվել Կարապետյան, դուք էլ ռաս չեք սիրում, դու զարմացած եք, որ ձեր թիմի անդամների մեջ այսպես մի զարմացեք։ Կնոպկեն սխմում է զիբիլի բանը, անգնում է գետնի տակ, всё, մենք էլ իմանում ենք ծափահարում ենք։
Մեզ կոչ արեք, մենք կհելնենք փողոց, ձեր դեմ այս անասունությունները սարքողների մամա սիրուն, անած սիրուն մաքրություն եմ անում ես։ Անած սիրուն քեֆներդ կգա։ Siz հավաքել տանում ենք։ Այդպես մաքրության բզիկ ունեմ այտենց։ Ու ես չեմ կարծում հայ ժողովրդի մեջ, այտենց ոչ մաքրասեր մարդիկ քիչ է, սաղ մաքրասեր բոլոր կանանցով կգանք անած չիստկա կանենք, էլ դու սուս։ Բայց ես ասենց հոդվածներ, որ դուք մեր մեջքի հետևը մեր ձենը վերցրած գնացի ու բազար բլախ եք մտել, չկարդամ, սրա հակառակը կարդամ, որ դուք պասլատարեցիք է սրան, հետո պասլատարեցիք է նրան, հետո պասլատարեցիք է նրան, ժողովրդին բերեցիք առաջ ու սաղից գնացինք ու սկսեցինք ունենալ մեր գեղեցիկ նոր Հայաստանը, ուժեղ Հայաստանը, որը որ դուք խոստացել եք, թե չէ սենց ինչ որ շմոշնիկ Հայաստան է էլի դառնում, հաջողություն, մերսի։